Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, նախ այն ձեր առաջարկը, որ օրինագծերը կապ չունի թե ում կողմից են բերվում, եթե լավ բան է պետք է ընդունել, այդ շատ ողջունելի է, բայց այդ կոչի երևի ավելի շատ պետք է ուղղված լինի Հայաստան դաշինքին, որովհետև նախորդ 5 տարիների ընթացքում մեր կողմից բերված նախագծերը բոլոր, գրեթե բոլոր կողմ չեն քվեարկվել միայն այն պատճառով, որ դրանք բերվել են իշխանության կողմից, ընթացքում կհասկանանք ոնց ենք աշխատում։ Ձեզ շատ հարցեր կա, ես ինչքան հասցնեմ կտամ, երևի մեկը, երկուսը մնացածը ելույթի տեսքով։ Դուք խոսեցիք շրջանառության հարկի մասին, նշեցիք, որ շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի ավելացվել է եւ հազարավոր ընկերություններ են փակվել, դուք եւ պարոն Կարապետյանը հարցը պատասխանով այդ թեզն եք առաջ տանում, այդ թեզը իդեպ նաեւ ձեր նախընտրական շրջանում կար։ Կխնդրեմ կոնկրետ աղբյուրով նշել, որն է ձեր տեղեկության հիմքը, որովհետեւ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2025 թվականին մոտ 5000-ով ավելացել է ակտիվ տնտեսվարողների քանակը եւ փոքր, եւ միջին, եւ մեծ։ Այս առաջին հարցը եւ երկրորդ դուք նշեցիք, որ դուք նաեւ դասավանդում եք։ Օրինակ, եթե ձեր ուսանողները ձեզ հարցնեն, պարոն Ֆարմանյան, կա արդյոք այնպիսի երկիր, որտեղ միջին բիզնեսը հարկերից ազատված է։ Դուք իդեպ նախընտրական ձեր թեզերում ասում եք, որ փոքր եւ միջին բիզնեսին պետք է հարկերից ընդհանրապես ազատել։ Կարող եք 1-2 այդպիսի երկրի օրինակ տալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Թունյան։ Ինչ վերաբերում է ընդհանրապես ընդդիմություն իշխանություն այս օրինագծերը ներկայացնելուն, մի քիչ փորձեմ նաև մեր ժողովրդի համար հասանելի լեզվով ասեմ, հետեւյալը, որ օրինակ, եթե ներկայացվում է օրինագիծ այն մասին, որ ձյունը սպիտակ է, մենք չպետք է հակառակն ապացուցենք։ Սա ուղղակի արձագանքի կարգով է առաջի մասի հետ կապված։ Ինչ վերաբերում է շրջանառության հարկի մասին օրենքին, ներողություն հարցը նորից կրկնեք, տեղեկատվության աղբյուրը։ Իդեպ տեղեկատվության աղբյուրը հրապարակված է ԶԼՄ-ներում տարբեր, ես հղումները կարող եմ ձեզ ուղարկել եւ առանձին լրագրողներ պաշտոնապես հարցում են իրականացրել պետական եկամուտների կոմիտե եւ ստացել պատասխան։ Ես օգտվել եմ ԶԼՄ-ներից, աղբյուրներից եւ իրենք նաեւ նշել են, որ իրենք են հարցում իրականացրել եւ ստացել համապատասխան պատասխան դրա հետ կապված։ Ինչ վերաբերում է բացված ընկերություններին, գուցե պետք է ինֆորմացիան այլ կերպ է տրամադրել, այսինքն բացված եւ փակված ընկերությունների տարբերությունն է ներկայացրել, բայց մենք խոսում ենք շրջանառության հարկ վճարողների մասին ակտիվ, այսինքն որոնք ունեն մինչեւ 115 միլիոն դրամի շրջանառություն։ Այս մասով եթե կարիք լինի, ես կարող եմ հղումներն ուղարկել։ Ինչ վերաբերում է կա արդյոք որևէ երկիր, որ շրջանառության հարկը 0 է, ես ունեմ հետեւյալ տեսակետ այս հարցի հետ կապված։ Շատ դեպքեր կան, երբ հղում է արվում միջազգային փորձին, ես իմ կարծիքով դրանք կտրականապես դեմ եմ, որովհետև չենք կարող անընդհատ առաջնորդվել միջազգային փորձով եւ գուցե չլինի այդպիսի երկիր կամ լինի դրա անալոգը, օրինակ ենթադրենք երկիր, որտեղ շրջանառության հարկը լինի դիցուք 1%։ Դրանք մոտավորապես համարժեք են, բայց մեր երկրի առանձնահատկությունները հաշվի առնելով մենք կարող ենք լինել առաջինը։ Դա մոտավորապես նման է նրան, որ մարդը ընդունվի աշխատանքի, ասեն մենք պահանջում ենք աշխատանքային փորձ։ Հիմա մարդը մի տեղից պետք է սկսի թե չէ։ Թող մենք լինենք առաջինը եւ մնացած երկրները մեզանից սովորեն։ Շնորհակալություն։ Արձագանք։ Միջին բիզնեսի, ներողություն եմ խնդրում, ինչ վերաբերում է միջին փոքր բիզնես, տեսեք, հարկային օրենսդրությամբ չի տարանջատվում փոքր եւ միջին բիզնես հասկացությունը, դա ՓՄԶ-ներին է վերաբերում, որը նույն չափանիշները չկան այդտեղ։ Մեր հարկային օրենսդրության մեջ փոքր եւ միջին են համարվում մինչեւ 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտները։ Արձագանք։ Մենք խոսում ենք այդ սուբյեկտների մասին։ Պարոն Ֆարմանյան, նախ առաջինը ԶԼՄ-ների վրա հիմնվելով նախընտրական ծրագիր գրել է, իմ կարծիքով մի քիչ հարցեր առաջացնում, որտեղ ԶԼՄ-ները կարող են սխալվել։ Ես ինքս հարցում արել եմ, հետո կներկայացնեմ ձեզ, կան բիզնեսներ, որոնք փակվում են, կան բիզնեսներ, որոնք բացվում են, դա բնականon process է, հարցը հետեւյալն է, թե տարբերությունը դրական է, թե բացասական։ Ես որ ասեմ 5000 նոր բիզնես ունենք, դա հենց այդ զուտ տարբերությանն է վերաբերվում, այդ թվում շրջանառության հարկ վճարողների, այնպես որ խնդրեմ դուք մի հատ այդ ԶԼՄ-ներից այդ սկզբնաղբյուրը տաք եւ
Երկրորդ հարցինի պատասխան ես չի ասում բերեք մի երկրի օրինակ, որտեղ շրջարկ չկա։ Ես ասում եմ, ձեր նախընտրական ծրագրում թեզ կար փոքր եւ միջին բիզնեսին ազատել հարկերից։ Ես փոքր ու միջին եմ կարդացել, կարող է հետո ծրագրի մեջ փոփոխություն եք արել։ Մի հատ միջինի մասով խնդրում եմ ասեք, կամ փոքրի մասով էլ ասեք։ Պարոն Թունյան, միջին եւ փոքր բիզնես ասելով նկատի ունենք տարեկան մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, նորից մեկ անգամ եւս կրկնեմ, սիրով կփոխանցեմ հղումները, ԶԼՄ-ներում հատուկ նշված է, որ առանձին լրագրողներ ուղարկել են այդ նույն ձեր ասած հարցումը, այսինքն այն հարցումը, որը դուք եք իրականացրել, նույնը իրենք են իրականացրել։